Նավթի համաշխարհային գները ռեկորդ են գրանցել։ 1 բարել նավթը $65-ից մոտ $120 է դարձել։ Նույնիսկ կանխատեսումներ կան, որ դա կարող է հասնել մինչև $210, այս տեմպը շարունակվելու պարագայում։ Նավթի շուկան ցնցվել է Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով։ Համաշխարհային նավթի 20%-ը Պարսից ծոցի այս կարևոր հանգույցով է տեղափոխվում։ Որքան երկարի պատերազմը, այնքան նավթի գները շարունակելու են աճել։ Սև ոսկու թանկացումն արդեն իտալացիների գրպանին է խփել։ Օր-օրի թանկանում են բենզինն ու դիզել վառելիքը։ Պալերմոյի բենզալցակայաններում հերթեր են, մարդիկ վառելիք են պահեստավորում մտավախությամբ, որ այն կարող է ավելի թանկանալ կամ պարզապես չլինել։ Հույս ունենք կառավարությունը կմիջամտի, որ մեր ծախսերը նվազեն։ Այս ամենը ապշեցուցիչ է։ Այս լցակայանում է ամենացածր գինը 1 լիտրը 1.98 եվրո, այլ լցակայաններում 2.10-ից մինչև 2.30 է։ Այս տղամարդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է մեղադրում աշխարհում խորացող էներգետիկ ճգնաժամի համար։ Աշխարհի մյուս կողմում ապրող երկար մազերով տղան, կարծում եմ գլխի եք ընկնում, թե ում նկատի ունեմ, կարծես ամեն ինչ անում է, որ պատերազմներ սկսվեն։ Որ հայաստանյան բենզալցակայաններում իտալական սցենարը չկրկնվի ու աստղաբաշխական գներ չհայտնվեն ցուցատախտակներին, պետք է վառելիքի նոր շուկաներ փնտրենք, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Մեր հիմնական կախվածությունը Ռուսաստանից է, մենք պետք է փորձենք այլընտրանքային ներկրման երկրներ գտնենք։ Տնտեսագետը նկատում է վառելիքի անխուսափելի թանկացումից մեր երկիրը չեն փրկի անգամ Ադրբեջանից ներկրվող այդքան գովազդվող բենզինն ու դիզել վառելիքը։ Եթե ամբողջ աշխարհում գները թանկանան, թանկանալու է նաև ադրբեջանական բենզինը եւ դիզելը։ Առհասարակ Ադրբեջանը բենզին բավարար քանակությամբ սեփական կարիքների համար չի կարողանում արտադրել։ Ավելին ինքը արաբական էմիրություններից պարբերաբար բենզին է ներկրում ներքին պահանջարկը բավարարելու համար, իսկ հիմնական ներկրման երկիրը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ Ռուսաստանը պլանավորում է ավելի շատ նավթ արտահանել ասիական երկրներ։ Չնայած Միացյալ Նահանգները նավթի կտրուկ թանկացման ֆոնին հետաձգել է Դաշնության նկատմամբ նավթային պատժամիջոցների կիրառումը։ Էդգար Ղուշչյան, Հերիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։